Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ պատմել որակով մարդ մասին, ինչ եմ տեսահոլովակներից մեկի մեջ ասեցի, որ մարդիկ որակով մարդիկ քիչ են, ուզում եմ ասեմ ինչ է ինձ համար նշանակում որակով մարդ լինելը։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Գտակարանի գրածներով եմ ասելու որակով մարդը որն է, վերջերս մի տղամարդ էր կոմենտ գրել, որ շատ սխալ եք անում, որ կինը չպիտի քարոզի, սա քարոզ չի ժողով ջան, սա իմ կյանքն եմ պատմում։ Եթե քարոզի նման է դառնում իմ կյանքը, ուրեմն քարոզ եմ կարդում, բայց իմ փորձով եմ կիսում, եթե ինչ-որ մեկի օգտակար կլինի, շատ լավ է։ Հրեաների Տալմուդում գրած է, ով փրկում է մեկ կյանք, նա փրկում է ամբողջ աշխարհը։ Այդ սկզբունքով եմ ապրում, դա իմ սկզբունքներից մեկն է։ Ուրեմն ինչ է նշանակում որակով մարդ, ու ոնց հասկանանք մենք այդ որակով մարդկանցից ենք, թե ոչ։ Գտակարանում գրած է, որ լույսի մարդիկ, լույսի մարդ պիտի լինես, լույս ճարակ ես։ Միտեղ գրած է, որ դու աղը պիտի լինես այս աշխարհի, համեմ ես ամեն ինչ, եթե աղ չլինի աշխարհում անհամ կլինի ամեն ինչ։ Բայց ավելի կոնկրետ գրած է, որ դու ում ես ծառայում, Աստծուն ես ծառայում, թե մամոնային, այդ է, այդ երկու հոգու կարաս ծառայես, կամ նրան, երկուսին իրար հետ չես կարող ծառայես, կամ Աստծուն, կամ մամոնային, մեր հոգևորականներն ասում են, որ մամոնան դա փողն է, փողին են ծառայում մարդիկ, իմ պատկերացմամբ մի քիչ, որպես բժիշկ պատկերացնում եմ, որ դա ավելի շատ մարմնին են ուզում ծառայած լինեն, մարմնին են ծառայում մարդիկ ավելի շատ, ստամոքսին, սեռական օրգաններին, ինչ հագնեն, տարբեր բրենդներ կպցրած լինի, ոնց են Կիրկովրովին նկարագրում, որ ասում է «Здесь переезд дым», որ դե մտեն, որ տեսնան ինչ բրենդներ են հագել, Փարքի հետևից են գնող, որ իրանց մեծարեն, հիշում ենք, որ փարքը Աստծունն է, բայց մեր ժողովուրդը շատ տարված է այդ պաշտոններով, բոլորը պաշտոն պիտի զբաղացնեն, եթե դու առանց պաշտոնի քեզ մարդ չես համարում, կարևոր չես զգում, ուրեմն դեռ մարդ չես։ Այդ պաշտոնները պիտի մեր երկրից վերացնեն ժողովուրդ ջան, որովհետև պաշտոններն են, որ մեր տունը քանդում են, պաշտոն չպիտի լինի, որովհետև բոլոր պաշտոնները դա ծառայություն է, դա աշխատանք է, պիտի լինի այդ քո աշխատանքը սա է, քո աշխատանքը սա է, քո աշխատանքը սա է։ Մարդիկ հասնում են պաշտոնի, այդ պաշտոնյայի աշխատանքը չեն անում, ուղղակի այդտեղը զբաղացնում են ու համարում են, որ իրանք ինչ-որ մեծ բարձունքի հասան, դա բարձունք չի, որտեղ երկիրը այս վիճակում է, ուրեմն դուք շատ ցածրունքի վրա եք։ Ուրեմն ծառայելը պիտի տեսնանք ու մենք ծառայում Աստծուն թե մամոնային։ Դե Աստծուն ծառայելն էլ իրար օգնելն է։ Ոնց իմանանք, որ մենք ում ենք ծառայում, սա շատ կարևոր բան է, որովհետև հետազոտություններ են արել ու խոսել բանտում նստած այն ծանրագույն հանցանքներ կատարած մարդկանց հետ, այն մարդիկ, ովքեր երեխաներ են բռնաբարել, շատ սպանություններ են արել եւ այլն, ու բոլորը իրենց ճիշտ են հանում, բոլորը, իրանց ուրեմն պիտի իմանանք, որ մարդու գլուխը այդպիսի հատկություն ունի, որ ինքը ինչ սխալ բան անում է, ինքը իրան բացատրում է, որ ինքը շատ ճիշտ արեց, ուղղակի պայմաններն էր այսպիսին, ինքը շատ վատ պայմաններում մեծացել է դրա հետևանքով, որ ինքը այս երեխայա բռնաբարել եւ այլն կամ կինայծեցել եւ այլն։ Ուզում եմ ասեմ, սրանից պիտի վախենանք, որովհետև մարդու գլուխը վտանգավոր է։ Մենք մեզ հանկարծ չխաբենք, դրա համար, որ մենք մեզ չխաբենք, մենք պետք է գրենք, ամսվա կտրվածքով կլինի, կես տարվա կտրվածքով կլինի, նոր տարուց նոր տարի կլինի, մեր աշխատանքների արդյունքները, որովհետև գրած է, որ եթե դու իմանաս դու բարու ծառես, թե չարի ծառես, դու պիտի քո արդյունքները ներկայացնես։ Արդյունքներից արդեն աշխատանքի արդյունքներից իհարկե պիտի հասկացվի դու լույսի մարդ ես թե ոչ, լույսի մարդ ես դժվար աշխատանք է, դժվար ընտրություն է ու դա չի նշանակում, որ ես այսենց լույսի մարդ եմ, սենց լավ բաներ եմ դες պատմում, ես արդեն իմ տեղը գտել եմ, ոչ, դու կարող ես մի նախադասություն ասես, այդ նախադասության մեջ մի մասում Աստծուն ծառայես, այն մյուս երկրորդ կեսում մամոնային ծառայես, զգուշ պիտի լինենք, անընդհատ հետևենք մեր ճանապարհին, ճիշտ ընտրություն անենք։ Բարի օր բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։